Եթե որոշումը պարզ է, ուղիղ ասեք, եղբայր, որոշումը պարզ է, մենք երեկվանից դուք ուզում եք անդադ քիչ լինի, մենք առնվազն երկուշաբթի օր ունենք, առնվազն։ Եթե պարզ է, այսինքն բերում եք մեզ են հիմնավոր կասկածի, որ որոշումը կա, ինչ այս ամբողջ այսօր մի անգամ ասել եմ, ուզում եմ մի հատ էլ ասեմ, ժողովուրդ ջան, այս սա ձեր համար է, մեր հայրենակիցների համար է, դուք ինչ որոշում ուզում եք կայացնեք, չկայացնեք, իմ համար շատ հետաքրքիր կտոր է, թե ինչ կարծիք ունենան մեր հայրենակիցները, փաստաբանների համար շատ ավելի հետաքրքիր է, թե դատական ատյանների միջազգային, ոնց որ թե ամենը հետաքրքիր կողմը ձերն է, ինչ կապ ունի ժամ պատարակ այստեղ, ուզում հասկանալ, երկուշաբթի ունենք, թե չունենք։ Պարոն Ղազինյան, երկուշաբթի ունենք, երեքշաբթի ունենք։ Երեքշաբթի ունենք, թե 18-ը։ Առհասարակ կյանքը շարունակվելու է ամսի 18-ից հետո։ Վարույթի մասին ունենք 2 օր եւս տեսականորեն, բայց ես քիչ առաջ ասացի, որ մենք ծանրաբեռնված ենք մեր աշխատանքային գրաֆիկով, մենք էլ ունենք հրատապության այլ հարցեր, չեմ կստորադասում այս հարցը մնացած հարցերից, բայց կարող եմ հիմնավոր կասկած ունենալ, որ Սամվել Կարապետյանի դատը երկուշաբթի առավոտ 10-ին է եւ ունեք հանձնարարական վերջացնելու սա։ Բացարձակ։ Ինչու՞։ Բացարձակ։ Բայց երկուշաբթի Հարցեք տալիս պատասխանում եմ, պարոն Ղազինյան, հարց տվեցիք պատասխանեցի, օրակարգին ենք վերադառնում, նորից եմ կրկնում, մենք գիտենք ինչ է նշանակում, ոնց որ դատավորը դու քաղաքական իմի կոնտեքստով ստեղ ուզում, ինչ կապ ունի Սամվել Կարապետյանի երկուշաբթի օրվա դատը մեր այսօրվա գործընթացի հետ։ Իրավունք ուներ իմ հարցի պատասխանը ստանում, թե չէ։ Եթե ունենք երկուշաբթի, երեքշաբթին դուք կասեք, ունենք թե չէ։ Հիմա գիշերով ես առնվազն կարծում եմ դեռևս հարցեր կունենան հասարակական կազմակերպություններ, հուսով եմ հանձնաժողովներ կունենան, որտեղ այնպիսի վարքագիծ է դրսևորում, ոնց որ շուշուտ արագանենք վերջացնենք։ Ուղիղ հարց։ Երկուշաբթի օրը հանձնաժողովը սրանց կարևոր ինչ հարց ունի, եթե պետական գաղտնիք չի բացահայտեք։ Որովհետև նաև իմ գործընկերն ասեց, որ այդ 10-12 ժամ աշխատել։ Ես մտիվ չունեմ, 24 ժամ էլ կմնամ։ Ձեր վերաբերմունքը կարելի է բացատրել։ Մենք ըստ էության այս հարցով եկել էինք համաձայնության եւ երբ որ մոտեցանք արդեն ավարտին, դուք նորից վերադառնում եք նույն կետին, փորձ եք անում վերադառնալ նույն կետին։ Բացատրեմ ինչ։ Ձեր աշխատանքները, Պարոն Ղազինյան, խնդրում եմ, չէ, ես չեմ ավարտել, չէ, վերջի խոսքը կարելի ձերը լինի, հարցը դա չի։ Մի արեք, ես չպատասխանեմ։ Չէ, մի րոպե, պարոն Ղազինյան, մի րոպե, նորից հիշեցնում եմ, սա հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի նիստ է, հանձնաժողովի նիստում, նիստի վարման կարգը վերապահված է այդ իրավասությունները ինձ, ես կարող եմ լսել ձեր հարցադրումները, պարտավոր եմ լսել ձեր հարցադրումները, բայց որոշումը կայացնում եմ ես վարման կարգի հետ կապված։ Հարց տալու իրավունք ունեք, թե չէ։ Իհարկե ունեք, դրա համար ավարտեմ ես։ Հիմա 2 օր մենք համբերատար, մանրակրկիտ լսում ենք ձեր հարցերը եւ վերջապես ես եմ որոշելու վարման կարգով, թե երբ ավարտենք այս նիստը։ Դուք ասում եք, որ շարունակենք երկուշաբթի, շարունակենք երեքշաբթի, ես կորոշեմ։ Իմ խոսքերը ճիշտ գնահատեն։ Ես ասում եմ, ինչն է պատճառը, որ ձեր խոսքը, հիշում եք, որ ասիք այսօր ինչ ուզում է լինի, պետք է ունենանք տրամաբանական ավարտ, ցիտում եմ ձեզ։ Հիմա երկու խնդիր, առաջինը ասեցի, երկուշաբթի 10-ին Սամվել Կարապետյանի դատ, երկրորդը, արդյոք չեք ուզում հոգնածնեք, եւ երրորդը, արդյոք սա դրա համար չի, որ դահլիճում այլևս մարդ չլինի, լրատվական միջոց չլինի, դες շատ լավ, դե դեպքում մի հատ տարական հարց, տարական, որն է խնդիրը, որ երկշաբթի չենք շարունակում, եթե ունեք հրատապ գործ, որպեսզի երկու պատասխանած չլինի։ Եթե պետական գաղտնիք չի, խնդրում եմ հայտնեք, ինչ է դրանից կարևոր։ Ես արդեն այդ հարցին պատասխանեցի, պարոն Ղազինյան, ես արդեն այդ հարցին պատասխանել եմ, խնդրում եմ եւ առաջարկում եմ այլևս այդ հարցին չանդրադառնալ, չբավարարել։ Ոչինչ կարծում եմ ձեր իրավասությունը չբավարարեց եւ Սամվել Կարապետյանի դատի հետ մեր այս գործընթացը այս մասով առասարակ կապ չունի։